Ադելից էլ խոսեցինք, ծնունդներ շնորհավորեցինք, իսկ հիմա ավելի կարևոր թեմայի պետք է անդրադառնանք։ Ինձ համար համենայն դեպս շատ այսպես բացահայտում էր, ինձ համար ինչու, որովհետև ես լինելով մի քիչ համացանցից հեռու մարդ, ընդամենը քիչ առաջ րոպեներ առաջ բացահայտեցի շատ կարևոր մի իրականություն։ Պարզվում է սելիներս, որ դեռևս 9 տարի առաջ հայատար, այսպես հայերենով, Առաջին դոմեյնն է գրանցվել։ Առաջին դոմեյնն է գրանցվել, նախագահ.հայ։ Հենց առաջինը հենց այս դոմենն է եղել դեռևս 9 տարի առաջ ու այսօր այն ցուցանիշը, որը որ մենք ունենք ու այն հաջողությունները ու այն աշխատանքները, որոնք որ արվել են ու մենք հասել ենք ինչ-որ մի կետի, իրականում շատ ուրախացնող եւ ոգևորող է եւ մենք էլ որոշել ենք անպայման անդրադառնանք այս ոլորտին։ Մանրամասների մասին այսօր կզրուցենք ինտերնետ հանրություն ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Եվ ինտերնետ հանրություն ՀԿ տեխնիկական խմբի համակարգող Արամ Վերդյանին։ Բարի լույս։ Բարի լույս եւս մեկ անգամ, շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ եք սկսում եւ ինչպես կգնահատեք այդ հայ դոմենի անցած 9 տարիները։ Ինտերնետ հանրություն ՀԿ-ն, ով հանդիսանում է .am եւ .hi դոմենային անունների համակարգողը, այսինքն կառավարիչը, դեռևս 11 տարի առաջ է գործընթացը սկսել հայատար դոմենային անունը գրանցելու։ Գրանցումը միջազգային կազմակերպության միջոցով է տեղի ունենում, ինտերնետ կորպորացիան է անունների եւ հատկացված անունների եւ համարների, այդպես է կոչվում, բայց դա կազմակերպություն է, որը համակարգում է համացանցը։ 11 տարի առաջ գործընթացը սկսվեց, 9 տարի առաջ այդ 2 տարին ոնց որ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, որպեսզի դոմենային անվան գրանցումը լինի տեխնիկապես ապահով եւ հասանելի բոլորին, բոլոր օգտագործողներին։ 9 տարի առաջ էլ գրանցվեց առաջին դոմենային անունը նախագահ.hi, որը մինչ այսօր գործում է, իսկ ինչպես ես կգնահատեմ ուղին, մի փոքր դժվար, որովհետեւ դեռևս կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, որ գոյություն ունի հայատար դոմենային անուն եւ կարելի է գրանցել զուգահեռ AM-ի հետ նաեւ hi։ Սա իսկապես որ չասեմ բացահայտում է, բայց ոչ բոլորը գիտեն սրա մասին։ Հա, երևի թե իրազեկվածության խնդիր կա, այո կա, բայց նաեւ գիտեք, քանի որ ինքը չի հանդիսանում ոչ կոմերցիոն գործընթաց է, այսինքն հայով հնարավոր չէ տենց շատ լայն ծավալել գործունեություն, ցանկության խնդիր է ավելի շատ, այո, որպեսզի հայապահպանության հարց լուծվի, որպեսզի հայկական բովանդակությունը զարգացվի։ Իրականում երկու մասի ենք մենք բաժանում, հա, այսինքն մեզ պետք է հայ դոմենային անունը, որպեսզի համացանցի լայն ոնց որ քարտեզում ներկայացված լինենք, հա, իսկ երկրորդ մասը հայկական բովանդակության զարգացումը, ինչի համար, որպեսզի հայկական համացանցը դառնա հասանելի եւ կիրառելի հայ օգտատերերի համար։ Այսինքն այն մարդկանց, ովքեր որ կրում են հայերեն լեզուն։ Եկեք չասենք միայն հայերի, որտեղ բազմաթիվ այլ ազգիներ կան, ովքեր որ նաեւ օգտագործում են հայերենը։ Եվ շատ լավ տիրապետում են հայերենին։ Այո։ Բայց իրականում եւս մեկ անգամ շեշտենք, ճիշտ ենք հասկանում, չէ, որպեսզի այդ իրազեկությունը ճիշտ լինի, մարդիկ նույնպես ընկալեն։ Դուք այսպես շատ սահուն ամեն ինչ ներկայացնում եք, բայց AM-ը անգլերեն, լատինատար, ավելի ճիշտ հայ երեն հայ տարերով կարող են գրել հայ եւ ունենալ այդ նույն դոմեյնը հասեն նույն դոմեյնը տարբեր նպատակներ կարան հետապնդեն AM ունենալը միջազգային շուկայում ներկայացված լինելու խնդիր է լուծում, այսինքն եթե ունեք տեղական բիզնես, որ ուզում եք միջազգային շուկայում ներկայացնեք, AM դոմենային անունով կարող եք դա անել եւ քանի որ AM-ը արդեն բավականին ճանապարհ է անցել, այո, գրանցված է եւ ունի հայի առավելությունները, մի քանիսը ես կնշեմ, մի քանիսը ինձ թվում է գործընկերս է կնշի տեխնիկապես, բայց հայի առավելություններից մեկը ես այս պահին կասեմ, նաեւ որ բազմաթիվ անուններ կան ազատ գրանցվելու եւ քանի որ հասանելի են, նաեւ իսկ դրա խնդիրը մեծ է այսօր։ Այո, խնդիրը մեծ է, անունների պակաս կա եւ նաեւ մենք գիտենք, որ հայկական այբուբենը ունի տառատեսակներ, որոնք որ լատինատար շատ դժվար է արտաբերել եւ անգամ համակցել, հա, անունը գրանցելիս։ Այդ հարցն լուծվում է հենց կեթայի միջոցով։ Մյուս առավելությունների մասն էլ լսենք ձեզ։ Մյուս առավելությունները այն է, որ մարդիկ, որ չգիտեն լատինատար, լատիներեն անվանումները, անգլերեն կարողանան ներգրավված լինեն ինտերնետի մեջ, որտեղ այսօր ինտերնետը դա միայն հաճույքի համար չենք մտնում, այն նաև պարտավոր ենք արդեն, պարտադրված ենք մտնել ինտերնետ, գրանցվել, որպեսզի հաղորդական իրավունք ստանալ,
ֆինանսական հաշվետվություն կամ վերականգնենք վարորդական իրավունքները կամ ինչ-որ մի գործողություն ֆինանսական հաշվետվություն պետք է ներկայացնենք ու մարդը, որը չգիտի անգլերեն, որպեսզի իմանա ճիշտ կայք է մտե թե չէ, պետք է կայքի անունը լինի նաև հայերեն, որ ձեր տվյալները, որ դուք մուտք եք անում, չգնա հանցագործների մոտ, կա այսպեսի կոչված հանցագործություն, որը կոչվում է phishing, որ արտատպում են ձեր կայքը, եւ վերցնում են տվյալները վերցնում են, հետո օգտագործում են ձեր դեմ ձեր հայատարի դեպքում դա գրեթե անհնարին կլինի։ Գրեթե անհնարին մարդիկ արդեն ավելի օրինակով անգլերեն PEC-ը, որտեղ պետք է մենք ֆինանսական իրակայքը CRC-IM, այսինքն անգլերեն անվանման հապավումն է մեր պետական կառույցների մեծ մասի կայքերը։ Նախ պետք է իմանանք այդ պետական կառույցի անգլերեն անունը, հետո հասկանանք, որ հապավումը ճիշտ է թե չէ, որ հասկանանք ճիշտ է այդ կայքը թե ոչ։ Եվ մնացած բոլոր նաև իսկ այս դեպքում գիտենք PEC-ը կարճ այսպես հայերեն է ու PEC-ը ուրեմն PEC-ի կայքն է։ Միանգամից շատ ավելի ենք լսում այդ տարբերակով եւ նաև քան անգլերեն։ Այո, եւ նաև այդ կիրառելիության մասը հենց այդտեղ էլ ոնց որ իրականացվում է։ Իհարկե կա նաև մենք բազմաթիվ խոսակցությունների ընթացքում հայտնաբերում ենք, որ նաև հայկական բովանդակության պակաս գոյություն ունի, այսինքն մի բան է սարքել հասանելի եւ կիրառելի, բայց մի բան է, որ դա պետք է իրենց ինչ որ օգտատերին ինչ որ օգուտ բերի, չէ, օգտագործելը։ Այսինքն բացի նրանից, որ մենք հանդիսանում ենք կառավարիչը, մենք նաև աշխատում ենք բովանդակության զարգացման վրա։ Ինչ ենք անում հայկական Վիկիմեդիա Հայաստանի Վիկիմեդիա ներողություն հասարակական կազմակերպություն գոյություն ունի, ում հետ որ մենք արդեն երևի 5-րդ տարին է համագործակցում ենք եւ հայատար բովանդակության ստեղծման վրա անում ենք բազմաթիվ պրոյեկտներ։ Այսինքն տարեկան մոտավորապես 100-ից ավել հոդվածներ ավելանում են համացանցում, ինչը որ դառնում է հասանելի։ Եւ իհարկե ցանկալի է, որ այդ ամենը մարդիկ նաեւ օգտագործեն հայատար դոմեյնի միջոցով։ Այսինքն այդտեղ ոնց որ ինչ որ շղթա է ստեղծվում, այստեղ բացեր շատ ունենք, այո։ Ունենք, իհարկե։ Այո։ Ունենք։ Իսկ ինչ քայլեր եք ձեռնարկում տարածելու համար հայկական դոմեյնը։ Միջոցառումներ ենք իրականացնում, տարբեր միջոցառումների ժամանակ նաև խոսում ենք դրա մասին, անկախ նրանից թե ուղիղ կապ ունի այդ թեմայի հետ թե չունի, պարտադիր այդ հատվածը մենք փորձում ենք ներառել։ Դա մի մասն է, որը իր օգուտը բերում է, եւ մյուս մասն էլ գոյություն ունի նաև միջազգային շարժում, որը կոչվում է համընդհանուր ընդունում։ Ինչի մասն է դա։ Մենք խոսեցինք, որ տարբեր ազգեր կարող են ունենալ իրենց դոմեյնային անունները, իրենց հենց IBAN-ով։ Այո։ Այդ շարժումը փորձում է բոլոր համակարգերը դարձնել հասանելի բոլոր տեսակի տարրերի համար։ Եթե մի քիչ ավելի տեխնիկապես խոսենք, դա սկրիպտերն են, ճիշտ է, Արամ ջան։ Սկրիպտերն են, որոնք որ համակարգերը կարողանում են ընդունել եւ ստանալ եւ ուղարկել։ Այսինքն էլեկտրոնային հասցեները ամբողջությամբ հայատար, ինչը որ մենք արդեն գործարկել ենք եւ մեր կազմակերպության ներսում անգամ փորձարկել ենք եւ շատ լավ աշխատում է, օգտագործում ենք հաջորդ քայլը կլինի դա մի քիչ ավելի հանրայնացնել, ավելի շրջանական ընդլայնել։ Այո, իսկ պետական աջակցություն ունեք։ Ֆինանսականի մասն է խոսքը։ Չէ, մենք ֆինանսապես կարողանում ենք ապահովել մեր գործունեությունը, այո, կարողանում ենք եւ փորձում ենք ընդլայնել անգամ այն շրջանակը, որը որ անցած տարի ենք, ասենք, իրականացնում, այս տարի ավելի ընդլայնում ենք։ Պետական աջակցությունը մեզ պետք է մի նպատակով, որ թե օրենքի տեսքով, թե պարտադրանքի տեսքով բոլոր գրանցվող կազմակերպություններին կամ բոլոր այն կազմակերպություններին, ովքեր դիմում են տենդերների եւ այլն պահանջ ներկայացվի, որ իրենք լինեն համընդհանուր ընդունմանը պատրաստ։ Այսինքն այդ համակարգերը պետք է պատրաստ լինեն, որպեսզի հետագայում, երբ որ մեծ կորպորացիաները, այո, մեծ կորպորացիաները մի օր արթնանան եւ գործարկեն այդ, համընդհանուր ընդունումը, մեր բոլոր համակարգերը պատրաստ լինեն դրան։ Իսկ կան նման միտք օրենքներ, որոնք որ արդեն իսկ պատրաստվում են եւ մի օր կընդունվեն։ Կամ ձեր կողմից առաջարկված։ Մենք դեռ եւս առաջարկում ենք, որ կա այսպիսի բան, որ գոյություն ունի համընդհանուր ընդունում, գոյություն ունի հայատար դոմեյնային անուն, ինչը նաեւ, ինչպես Արամը նշեց, ապահովության տեսանկյունից, այսինքն անվտանգության տեսանկյունից էլ բաղադրիչ է իրանից ներկայացնում։ Այսինքն այդ ամենը խոսվում է, ասվում է։ Մնացածը արդեն երևի ընթացքում է, էլի։
կարծում եմ, որ անելիք շատ ունենք։ Հետագա պլաններից խոսենք։ Ինչ է դիմացը ինչ որ նոր նախագծեր կամ նոր ինչ որ մի նշաձող, որ ուզում ենք հասնել դրան։ Քանակային իհարկե որ շատ լինի, մենք փորձում ենք համոզենք բոլոր պետական կառույցներին, որ պետք է ունենանք նաև հայատար դոմեյն, որ տեխնիկապես, եթե դուք ունեք կայք, լատինատար կայք, ոչ մի լրացուցիչ ծախս կամ տեխնիկական միջոց պետք չի, որ դուք ունենաք այդ նույն կայքը հայատարով։ Ընդհանրապես դա շատ հեշտ է արվում ու շատ օրինակ մեր կայքը ինտերնետ հարություն.հայ-ը, եթե մտնում եք ընդ դրոշակ անգլերեն եք սեղմում, գնում է անգլերեն լատինատար անունով։ Եթե սխմում եք հայերեն, գալիս է ոչ միայն բովանդակությունն է փոխում, այլ հասցենել է փոխվում։ Դա անելը շատ հեշտ է, մենք միշտ պատրաստ ենք բոլորին, ով որ չի կարողանում անել օգնել, թե խորհրդով, թե անձնական մեր փորձով բազմաթիվ տարբեր ծրագրերում անցկացնում ենք դասընթացների տիպի լեկցիաներ, ասում ենք, հանդիպում ենք ուսանողության հետ։ Իսկ հենց ինքներդ դուք ինչ տեխնիկական խնդիրների եք բախվել գործածման ընթացքում, սպասարկման ընթացքում։ Դոմեյնի հետ կախված ընդհանրապես տեխնիկական խնդիր չկա։ Կան խնդիրներ դեռ մեյլերի հետ կապված, այսպես ասած, այդ որ շնիկից առաջ էլ հայերեն լինի, շնիկից հետո էլ։ Հետոյի հետ խնդիր չկա, այդ սկզբի մասի հատվածը ունենք խնդիր։ Հայի հետ ոչ մի խնդիր չունենք։ Հա, խնդիրը կա, բայց խնդիրը համաշխարհային է, այսինքն եթե դուք գրում եք հայատար անունից, պետք է այնտեղի ընդունող կողմն էլ կարողանա դա ընդունի։ Այդ հենց այն process-ն է, ինչի մասին որ ես խոսում էի, գնում է աշխարհով մեկ, օրինակ մեր հայատար մեյլերից մենք կարողանում ենք Google ուղարկենք, Microsoft ուղարկենք, որոնք արդեն այդ ամեն ինչը, բայց շատ մնացած շատ տեղեր դեռ չեն կարող, որովհետև այն Բայց այդ խնդիրները մեկ օր կարող են լուծվել։ Դե լուծվելու են ժամանակի ընթացքում, ժամանակը որ գործընթացը, որը գնում է առաջ խաղացում կա, մի քիչ դժվար է գնում, դժվար է գնում, փոքր քայլերով է գնում, բայց կգնա, այդ էլ գալիս է նրանից, որ օգտագործողների քանակը դեռ քիչ է։ Երբ որ շատանա, մարդիկ կսկսեն ավելի Դե հուսանք, որ նման հարթակները կամ իրազեկվածության այդ բոլոր արշավները իր բուն նպատակին կհասնի, մենք էլ այսօր կարողացանք հուսամ բավականին մեծ տեղեկություն փոխանցել նաև մեր հեռուստատողերին շատանան եւ կլուծվեն բոլոր խնդիրները։ Շատ կարևոր աշխատանք եք անում, անկեղծ շատ շնորհակալություն ձեզ արած աշխատանքի համար, ես որ շատ ոգևորված եմ, համենայն դեպս սա հաշվի կառնեմ ու ինքս արդեն մեկ տարածող եւս դուք արդեն այսօր ձեռք բերեցիք, այսպես կարող եմ ասել։ Շնորհակալություն ձեզ հաջողություն ենք մաղթում, հուսանք, որ այդ մնացած բոլոր խնդիրներն եք, որ ժամանակի հարց են, մոտ ժամանակներում ամեն դեպքում բոլոր խնդիրները իրենց տրամաբանական եւ դրական լուծումներ ստանան։ Ձեզ լավ օր ենք մաղթում։ Ձեզ էլ լավ օր։ Իսկ հիմա դուք սիրում եք Եվրատեսիլը, դիտում եք Եվրատեսիլը։ Այո։ Մեր պարգին այս տարի պետք է մենք հաջողություն մաղթենք, Մենք ամեն տարի երկրպագել։ Շնորհակալ եմ ձեզ, այս պահին սիրելիներս կդիտենք ու եւ կվայելենք պարգի կատարումը, որից հետո կվերադառնանք ու պետք է շտապենք կամաց-կամաց ձեզ հրաժեշտել։